Ռեկորդային շոկը գրոհել է Եվրոպան, Ֆրանսիայի էլեկտրական ցանցերի 106,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Երկրի արևմտյան Բրետան նահանգում 68,000 տուն հոսանք չունի։ Կալե և Ֆինիստեր շրջաններում հայտարարված է արտակարգ իրավիճակի ամենաբարձր կարմիր մակարդակ։ Տեղի իշխանությունը հայտարարել է, որ ծայրահեղ եղանակային պայմանների այս փուլում սա առաջին խոշոր վթարն է երկրի էներգահամակարգում։ Երեքշաբթի գրանցվել է Ֆրանսիայի պատմության ամենաշոկ օրը։ Էյֆելյան աշտարակն ու Լուվրի թանգարանը ստիպված են եղել փակել դռները։ Խաթարվել են դասապրոցեսն ու տրանսպորտի չվացուցակները։ Զբոսաշրջիկներն ափսոսանք են հայտնում, բայց եւ հասկանում են իրավիճակը։ Ուզում էինք բարձրանալ Էյֆելյան աշտարակ, բայց այն փակ է։ Այստեղ չափազանց շոկ է։ Մենք Միացյալ Նահանգներից ենք։ Այնտեղ ամեն օր է 40 աստիճան, բայց դիմանում ենք։ Հիմա երևի կիջնենք դեպի Սենա գետը զովանալու, բայց այստեղ ենք եկել Էյֆելյան աշտարակը վայելելու։ Ճիշտ են արել, որ փակել են։ Սա մի վայր է, որտեղ միշտ բազմամարդ է։ Այսպիսի տապին կարծում եմ միանգամայն բնական է մարդկային կուտակումներից խուսափելը։ Ուզում էի քայլել աշտարակի տակով, բայց այո, անակնկալի եկա։ Ամեն դեպքում այստեղից էլ այն շատ լավ երևում է, այնպես որ ինձ չի անհանգստացնում։ Եվրոպայի սրտում զբոսաշրջիկները Սենայի ափից բացի զովանում են նաև Տրոկադերոյի շատրվանների մոտ։ Ասում են Փարիզը միևնույն է, նորից է կանչելու։ Մի փոքր տխուր եմ, որովհետև առաջին անգամ եմ Փարիզում ու տեսա, որ Էյֆելյան աշտարակը փակ է։ Չափազանց շոկ է, հուսամ հաջորդ անգամ կստացվի, էլի կգամ։ Վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում ջրահեղձության 40 դեպք է գրանցվել։ Մարդիկ փրկություն են փնտրում գետերում եւ այլ ջրամբարներում։ Այս ծայրահեղ վիճակը Ֆրանսիայում կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Հնարավոր է գրանցվեն ավելի բարձր ջերմաստիճաններ, գերազանցելով վերջին օրերի ռեկորդը։ Մասնագետների կարծիքով այս ծայրահեղ շոկը պայմանավորված է մթնոլորտի այնպիսի մոդելներով, որոնք տաք օդը օրեր շարունակ պահում են միևնույն միջավայրում եւ միանգամից պայթում։ Նման գործոններն ավելի են սրվում մոլորակի գլոբալ տաքացման հետևանքով։ Այս ալիքը համեմատում են 2003 թվականի օգոստոսի անոմալիայի հետ, որը բարի բուն իմաստով տապալեց Ֆրանսիան, դառնալով շուրջ 15,000 մարդու մահվան պատճառ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով վերջին 4 տարվա ընթացքում ամբողջ Եվրոպայում ավելի քան 200,000 մարդ է մահացել շոկից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։